թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում Ջահաձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանդությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Ես անգել էդ սաղից կբացատրի մենք եք իմանանք, չերը, Վալխաս դու ես բեսպրիջանի ման պատասխան ես տալու, ում առաջ որ, մլիցեքի հա? Ես շջոգիկ Վալխաս, դու վավշե գյոգում ես թե ինչ ես ասում? Լեցի այդ թուլա, եթե պարզվեց որ անգել էդ մեզ ծախելա, դու էլ էտը սկելու ես, դրանում կարաս չկասկացես, բաստո, կարես ինչ ասը վավշե կատարվի Մեզ մոտ կասկած կա, որ կաշը մլիցեքի հետ է աշխատում Ցաթուլ Հիմա ճոգում ես, թե ինչ է կատարվում Ինչ? Գշմել է կանա, ես ինչի մեջ եք իզ մեղադրում Տո ձեն էդ կդրի, թե չեք սատկացնեմ անա Վալխաս, խոսքերս հիշի Այս բազարի համար դու ինձ պատասխան ես տալու Պատասխան կտամ չկասկածես Ախպեր դուք հաստատ մի բան խառնում եք Կաշի նման տղուն չի կարելի տես բաների մեջ մեղադրել Տո ձեն էդ կդրի թատուլ, որ քեզ հարցնելուն եմ կպատասխանես Սրան տարեկներս Հա, թաթուլ Չես գալիս? Գալիս եմ Բայց որ հոպար այս ամեն ինչի մասին իմացավ հաստատ դժգոհ ամենալու Հոպարը Հիմա ավելի լուրջ պրոբլեմներ ունի, քան կաշի մասին մտածելը թաթուլ Խի ինչ է եղել որ? Արեք իմանաս Թող այդ ձեռներս արա, այդ տվաններ Լեզվիտ մի տորա գլուղիդ կջարդեմ արա Մխոտ թող դրան, ու դուք դուրս եկեք Բավոր փախավ շեվ, ուր պտի փախնի Թե կարողա փախնես կաշ, չեմ է պատրաստվում մալխաս Մալխաս, ստիս դուս եք ա, քեզ տեղ մանարի որ պախկվես, թե չէ ձեռիցս չես պրսնել Դու ավելի լավը քո մասին մտածի այդ ջայել Ախպեր կարակ մարդավարի բան ասեք, բան ասկնանք Ինձ երկու հարց է հետաքրքրում, որոնց պատասխանը ես քեզանից ուզում եմ լսեմ կաշ Բնականաբար ճիշտ պատասխանները Ես քո հարցերին չեմ պատասխանել Մինչև չասեք, թե ինձ ինչի մեջ եք մեղադրում Դու միամիտ տղա չես կաշ ու ամենից շատ լավ հասկանում ես, այնպես որ գլուխներս մի հարթուկի Հարց առաջին Ինչի է երեք Թաթուլը ամբողջ օրը կպած զանգում ու ուզում իմանա, թե որտեղ է կայանալու հովոյի ու մեր հանդիպումը Ինձ ես հարցնում, Մալխաս, Թաթուլից հարցրամ Չէ, հենց քեզնից եմ հարցնում, կաշ Որտև ես վստահ եմ, որ դու բզել ես Թաթուլին Որ ինքը ամեն գնով իմանա այդ տեղը Ես Թաթուլին չեմ բզել Այդ իրա նախաձեռնությունն է Թաթուլը այդքան խեր չունի, որ ինքը իրանով նախաձեռնություններ կատարի Ես չջոգիկ Մալխաս Այդ ոնց է թաթուլը խեր չունի ախպեր Այդ ինքնասիրությանս ես կպտեմ Դու սրա ձենը կտրի Թե չէ կցելու եմ ոտից տակ ու սատկացնեմ սրան Ախպեր այդ ով կցես ոտի տակ որ Տո դե արյաս Աղաս, հանգիստ, մի մորացի Միրոյի ախպոր տղենա
Տո դե ինչ կապ ունի թե ով ում բարեկամն է կարո։ Այսօր սրած պատճառով է որ միրոն փագի տակա ու կարող է նստացնել։ Ու չեմ էլ ասում որ մեզ սաղ գործերը պրավալա գնացել։ Ախպեր, բայց մեր тут при чем։ Ես չեմ ճոգում ախպեր, ես կարող եմ մտածեմ ես եմ ով արի պաստապիտար եմ։ Բա ինչ են անում Թաթուլ։ Մտածում են որ դու ես հորոխորդ բռնել տվեին նավոտկով։ Մի հատ ուղում կար, ստե ոչ մեկ չի մտածում որ Թաթուլը Միրոյին բռնել է տվել։ Գոնե միտում նավոտ։ Ուղղակի դու Թաթուլի միջոցով իմացել ես թե որտեղ է կայանալու հանդիպումը ու դու ձերոս տեղյակ ես պայե։ Մալխաս, բայց դու լավ ֆանտազիա ունես։ Կարաս ֆանտաստ գրող դառնաս։ Հիմա հումոր անելու ժամանակը չի կար։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Կարո, դուք երկստե սխալվում եք ախպեր։ Կաշ ինձ չի ստիպե ախպեր, որ ես իմանամ հանդիպման վայրը։ Պրոստը ես վիրավորված էի, որ օպարը ինձ այդ հանդիպանը չի կաչել, ուզում էի ներկա լինեի ախպեր։ Էդ է սա հարցը։ Բա ինչի ներկա չեղար։ Արա, Ատի խմած էի։ Հետո առավոտն եմ կաշից իմացել, որ իրի ռեստորանում բազար եմ արել, կռիվ եմ արել, հետո էլ զանգել եմ Զորիկին քֆրտել եմ, որ տեղն ասի։ Ճիշտ է ասում կար։ հա կարո։ Երեք իրիկուն ես լավ հոգնած էի, ուզում էի գնայի տուն հանգստանալ։ Բայց Թաթուլը չէր թողում, ասում էր պետք է գնանք հոպարի մոտ։ Հետո մոմենտ ես դուրս եկա, հետ եկա տենամ մի հատ տղոտ կռիվ է սարքել։ Հազիվ իրարից բաժանել եմ, դրե ավտոն բերել եմ հյուրանոց ու ես գնացել եմ տուն քնելու։ Էս է սաղ պատմությունը։ Ես քեզ չեմ հավատում կաշ։ Մալխաս, ես այդ արդեն հասկացա, կարաս չասես։ Բայց լավ իմացի, ով որ կասկածում է իմ խոսքերի վրա, իր սաղ կյանքով դառնում եմ թշնամի։ Ես կարամ քո նման 1000 հոգու թշնամի դառնամ, բայց այդ հարցերը չի փակում։ Հələ մի րոպե, Մալխաս ջան։ Ընդունենք թե ամեն ինչը տենց էլ եղել է։ Ու ճեճքեն տղեկից չի դուրս եկել։ Բայց տեղ ուրիշ մոմենտ կա, որը որ շատ ավելի լուրջ է։ Ոսկե զապիսի մասինը, որ Արմենը արել էր Միրոյին շանտաժ անելու համար։ Հա կարո, ես տեղեկ եմ այդ զապիսից։ Ու եթե հիշում ես Միրոն ինքն ասե ինձ այդ մասին։ Հա, հիշում եմ։ Ու հիշում եմ նաև այն, որ այդ զապիսի մասին բացի ինձանից ու Միրոյից, դու մեկ էլ Թաթուլն եք իմացել։ Եհա իմացել ենք ախպեր, հետո ինչ։ Հետո այն, որ այդ զապիսը միլիցեքը ուզում են օգտագործեն, որ Միրոյի վրա գործ սարքեն։ Ու որ ավելորդ հարցեր չտակ, միանգամից ասեմ, Արմենի ու Անահիտի մոմենտը դուրս է գալիս, որովհետև իրանք չէին պատրաստվում այդ զապիսը ջրի երես անեին, այդ իրանք ստրախով կեներ, ու իրանք այդ զապիսը չէին օգտագործեին կան ժամանակ, մինչև ռիալ վտանգ չզգային մեզանից։ Ու հիմա պիտի պարզեր, թե այդ զապիսը ոնց է անգել միլիցեքի ձեռքը։ Պարզերևում է, որ դուք ինչ-որ բան գիտեք Թաթուլ։ Չես ուզում մեզ բան ասես կաշ։ Ես ասելու բան չունեմ, Մալխաս։ Թաթուլի եթե հարմար է գտնում, թող ասի։ Ախպերս, եթե դու չես ուզում ասես, ուրեմն խոսակցությունը ըստ դուրս չի գա։ Մերսի կաշ ջան, բայց կասեմ ախպերս, կասեմ, որ այդ կասկածները վրիցդ հելնի, ես անարդար բաներ չեմ սիրում իմ ախպեր, եթե այդ զապիսը մլիցեքի մոտ է, այդ ուրեմն Անահիտն է զապը։ Ախպեր շուտավ ես դրել ինչ չեմ ճոգում։ Խոսքը Դավիթի բաժնետոնցերի մասին է, որ պտի մեզ տակ, հաղթար իմ աղջի։ Քեզ Միրոն աստեղ ուղարկել։ Ինձ ոչ ոք չի կարա ստեղ ուղարկել։ Ու Միրոն ես ամեն ինչից կուրսի չի։ Էդ իմ անձնական նախաձեռնությունն է, որ քեզ ու կռուտոյ այդ ընկերոջդ հասկացնեն, որ ես ամեն ինչը շատ լուրջ է։ Հասկացար։ Դե որ հասկացար, հիմա ուշադիր ինձ լսի։ Ու ականջիդ օղար է ինչ կասեմ։ Եթե ուզում ես լակոտդ որբ չմնա, հենց որ քեզ զանգեն ու առաջարկեն ակցիաները առնեն, Արմենին էլ չլսես, տեղում այդ բանը կանը, սուս ու փուս։ Ու Միրոյին բանտ նստացնելով էլ, չմտածեք, որ սաղ պրոբլեմներից ազատվում եք։
Ես անձամբ չեմ պատրաստվում ոչ մի տեղ եթամ։ Ու ես չես հետևելու եմ։ Եղավ։ Դու դեպիլ չես, Սարա։ Ինչ ես ինքնագլուխ բաներ արել։ Ադե ես իմ ախպեր։ Ուզում է օպարին օգնած ելնեմ։ Հիմա պարզ է թե միլիցեքը որտեղից են իմացել այդ զապիսի մասին։ Ես այդ աղջկան վախացրել է, են վախից զապիսը վեկանել, վազել է միլիցիայություն։ Հիմ ինչ անենք անես։ Շերաֆոտ ինձ չեղավ։ Ես ուզում եմ մնամ, թե ռոպե առ ռոպե դրանցից ամեն մեկը որտեղ է լինում։ Ով եփա քնի ծարդն անում, ում հետ է հանդիպում ու դաժե ում հետ է քնում։ Հարաֆը դու ճիշտ հասկացար։ Խոսքը Երեմիի, Բադալի ու Կամոյի մասին է։ Չէ, չեմ կարծում, որ Կարոյին բռնցնելը ճիշտ տեղում մեզ համար լուրջ պրոբլեմա ներկայացնում։ Լավ, կապի մեջ եղեք իմ հետ։ Սեթոն եփ է գալու։ Հեսա որ այստեղ կլինի, հովո ջան։ Գիտեմ, թե ինչի Աբիձեն ուզում հետս հանդիպի, բայց չկարացա մերժեմ։ Սեթոն ժամանակին ինձ մի հարցով օգնել է ու հետնել կարգին մարդ է։ Բայց ես գիտես ինչի համար եմ գնահատում ու հարգում Սեթոյին։ Ինչի հովո ջան։ Որ ժամանակին կարողացավ կանգ առնի։ Փակեց բոլոր հարցերը իր անցյալի հետ, որ գոնե կյանքի վերջին տարիները հանգիստ ապրի։ Ամեն մեկ իր ճակատագիրն ունի, հովա։ Ճիշտ ես, Գարիկ ջան։ Ոգորը մերի հետ, հա։ Հա, գնացել է մերի ծնողների հետ հանդիպի ու հարսանիքի համար պայմանավորվի։ Այդ շակալներից ինչ նորություն կա։ Հիմա Ռաֆոն մեր տղերքի հետ հետևում է դրանց ամեն քայլը փոխին։ Ես ուզում եմ, որ ամեն վայրկյան դրանք մեր աչքի տակը լինեն։ Որ երբ ժամանակը գա, մի թափից բոլորին վերացնենք հովո ջան, առանց լուրջ կորուստների։ Հələ չես պարզել ինչի են Միրոյին պահում։ Միրոյի հարցով Ավաքյանի բաժինն է զբաղվում։ Դու լավ գիտես հովո ջան, որ այդտեղից ոչ մի բան պրաբի տանել հնարավոր չի։ Գլուխոյ պատա դրել։ Հասկանալի է։ Գարիկ որ Սեթոյին ճամփուդերին հիշացրում ասվածանգեմ։ Դիտկո հետ պետք է խոսեմ։ Լավ, հովո ջան։ Բարև ձեզ, Սետրակ Արմենակիչ։ Բարև Գարիկ ջան։ Ինձ մենակ դու ու բարոնն է անուն հայերենով դիմում։ Ու պետք է ասեմ, որ դա ինձ դուր էր գալիս։ Ով։ Բարև գերի ոչը Սեթո ջան։ Հա, ո՞նց ես։ Լսել եմ առողջության հետ խնդիրներ ունես։ Դե արդեն երիտասարդ չեմ ու բնական է, որ առողջական խնդիրներ կունենամ։ Արմենյան դու գնա մեքենայի մոտ, ես բարեկամներից հետ եմ։ Համեցի նստի, Սեթո ջան։ Աչքով չտամ Սեթո ջան, բայց նույնն ես մնացել ինչ 10 տարի առաջ էր։ 10 տարի առաջ, ոյ, ես ինձ ավելի առույգ է ես գնում։
Բայց հիմա էլ ինձ ավելի երջանիկ եմ զգում։ Գիտես ինչ։ Դու չես պատկերացնի, ինչ հաճույք է թորների հետ խաղալ, խելքը դնել իրենց խելքին։ Մի ֆանտաստիկ զգացողություն է, ասեմ քեզ։ Ուրախ եմ քո համար, Սեթո ջան, որ խոր ծերության ժամանակ գոնե հանգիստ կյանքով ես ապրում։ Ես շնորհակալ եմ Աստծոց, Հովիկ ջան, որ ինձ տվել է այդ հնարավորությունը։ Իրոք շնորհակալ եմ։ Հովիկ, երևի արդեն հասկանում ես ես ինչ եմ եկել քո մոտ։ Հասկանում եմ ու գնահատում եմ քո քայլը, Սեթո ջան։ Գիտեմ, որ դու վաղուց գործերով չես զբաղվում, բայց դու ուզում ես քո միջամտությամբ, խաղաղությամբ լուծես այս հարցը։ Իսկ դա հնարավոր է։ Արդեն չէ։ Այդ մարդիկ երկար ժամանակ պղտորում էին մեր արունը։ Ես համբերում էի։ Համբերում էի ու հույսով էի, որ առողջ բանականությունը կհաղթի նրանց մոտ։ Բայց ես սխալվում էի։ Այդ շակալները իմ ներողամտությունը որպես թուլություն էին գնահատում ու ավելի էին նագլիացել։ Միրոն միշտ էլ ամբիցիոզ, կորսարեցի է։ Նույնիսկ բարոնը չկարողացավ նրան փոխել։ Ու ոչ ոք քեզ չի մեղադրի, եթե դու նրա հետ վարվես այնպես, ինչպես դու ես ճիշտ համարում։ Բայց նրա կողքը հավաքված տղերքը մոլորված գառներ են, որոնց նա օգտագործել է իր շահերի համար։ Չէ, Սեթո, դրանք գառներ չեն։ Նրանք սոված գայլեր են, որ փորձում են թաքնվել գառան դիմակի տակ։ Ու իրանց պահում են իբր անմեղ զոհեր։ Ու եթե ես հիմա նրանց չտրորեմ ու հողին չհավասարացնեմ, հետո էլ ինձ երկրորդ շանս իրանք չեն տա։ Հովիկ ջան, դու չափից ավելի խելացի մարդ ես, ու ես չէ, որ պետք է քեզ խորհուրդներ տամ։ Բայց ես քեզանից երկար եմ ապրել, Հովիկ ջան, ու հասել մի պարզ ճշմարտության, որ ատելությունը է ծնում։ Եթե կարող ես, Հովիկ ջան, մի անգամ էլ նրանց հնարավորություն տուր, որ իրենց մեղքը քավեն քո առաջ։ Սեթո ջան, ես քահանա չեմ, որ հնարավորություն տամ դրանց մեղքերը քավեն։ Ես մարդ եմ, որի տան մեջ հարազատ մարդու են սպանել։ Նրանք մի քանի անգամ մահափորձ են կատարել, որ վիրավորվել են իմ տղեկը։ Իսկ երեկ Միրոն պատրաստ էր հացի սեղանի առաջ ինձ գնդակահարի, ինչա թե հասնի իր նպատակին։ Այդ Միրոն բամնացած է։ Դրանք էլ պատրաստ էին տեղում կոկորտս կդրել։ Ես գիտեմ, որ այդ մարդիկ եկել են քո մոտ օգնության խնդրանքով ու դու չես մերժել նրանց։ Բայց ես հիմա քեզ պետք է մերժեմ, ու դա չի նշանակում, որ ես քեզ չեմ հարգում։ Ուղղակի եթե ես դա չանեմ հիմա, իրանք են անելու այդ բանը, վաղ թե ուշ։ Ես հասկանում եմ, Հովիկ ջան, ու ես քեզ չեմ մեղադրում դրա համար։ Ես ուրախ եմ, որ դու ինձ հասկացար, Սեթո ջան, որովհետև մեր ընկերությունը շատ թանկ է ինձ համար։ Ես հպարտ եմ, Հովիկ ջան, որ դու ինձ քեզ ընկեր ես համարում։ Ու արի խմենք դրա համար։ Աստված քեզ երկար կյանք տա։ Շնորհակալություն, Սեթո ջան։ Աստված թող բոլորին երկար տարիների առողջ կյանք տա։ Ու մենք էլ այդ կյանքը ապրենք արժանավայել
ու չհամաչենք մեր ապրած կյանքի թեկուզ մի օրվա համար։ Իմաստուն խոսքեր ես ասում, Հովիկ ջան։ Գարիկ։ Անուշ լինի սետրակ արմանակիչ։ Շնորհակալ եմ։ Դավո։ Ես ինչ ես ինձ զենքով դիմավորում։ Մենակ ես կամ ու։ Ոնց որ պայմանավորվել էինք։ Ներ Սարիկ խոսենք։ Նստի Կամո ջան։ Ասում ես շեֆդ կուրսի չի, որ պետք է հանդիպեինք։ Չէ, եթե դու իհարկե չես ասել։ Չէ, չեմ ասել։ Բայց չես վախենում, որ Երեմը կարող է հանգարցակի հայտնվի ու մեզ իրար հետ տեսնի։ Երեմը գալուց առաջ 10 անգամ մինչև չզանգի, համոզի, որ ամեն ինչ նորմալ է, չի գալիս։ Ինչի համար է իր հետս ուզում խոսայիր։ Այդ ինչ կարևոր ինֆորմացիա է, որ ինձ ուզում ես հայտնես։ Երեմը ուզում է, որ քեզ խփեմ։ Այդ ինչ որ հիմա ինձ ասիր, իմ համար նորություն չի։ Ես այդ սպասում եմ Երեմից։ Բայց իմ համար զարմանալի է, թե ինչի ես դու ինձ այդ մասին ասում։ Ես իմ լուրջ պատճառներն ունեմ այդպես վարվելու համար։ Կամ Չլինի խիղճը տա զարթն է։ Հանգարց չասես, որ ինձ շատ սիրում ես ու ուզում ես փրկես կյանքս։ Քո պես մարդիկ տենց հանկարծակի չեն փոխվում։ չէ Կամո։ Սուտ կլինի, որ ես քեզ փորձեմ հակառակը ապացուցեմ։ Բայց ինչի ես սարքել ես շոուն։ Երեմն է ասել, որ ինձ կանչես ու խոսացնես։ Երեմը, որ իմանար, որ մենք հանդիպել ենք, ինձ տեղում կսպանի։ Այդ առանց կասկած։ Բա ինչու՞ մա բանը։ Ես լուրջ մտավախություններ ունեմ, որ Երեմը ուզում է ինձ վերացնի, ու դրա համար էլ ինձ պահում է քաղաքում։ Ինձ կպահի այնքան ժամանակ, մինչև քո զակազը անեմ, ու դրանից հետո էլ ինձ կվերացնի։ Դավո, դու Երեմի գաղտնի քայլն ես, որով ինքը շատ հարցեր է լուծում։ Ու ինքը դողում է քո վրա։ Ով ես հո գիտեմ։ Մարդն չէ։ Երեմը այն մարդը չի, որ ես պատկերացնում էի։ Երեք ցերեկը մի պահ եկավ ստեղ, որ ասի քո զակազի մասին, որ ես մնամ քաղաքում դեռ։ Ես էլ մենակ չէի։ Հետս աղջիկ կար։ Հետո Երեմը ինձ զաստավի տարեց, որ այդ աղջկան սպանեմ։ Ու այդ անմեղ աղջկան ես սպանեցի։ Երեմը տենց է։ Ինքը վերացնում այն ամենը, ինչ մազաչափ անգամ կարող է վտանգ ներկայացնի իրար։ Ցուցակում հաջորդը դու ես, հետո էլ ես։ Ես սպանել եմ բարոնին, ատոմին, ու էլի շատ մարդկանց։ Ու ես ոչ մի շանս չունեմ ողջ մնալու։ Ես չափազանց շատ գիտեմ։ Դավո, ես շատ լավ տեղյակ եմ այդ սպանություններից։ Ու չեմ հասկանում, թե ինչի ես դու ինձ հիմա այդ մասին պատմում։ Չգիտեմ։ Հիմա ինչ ես ուզում, որ ես քո համար անեմ, Դավո։ Ինձ քո օգնությունն է պետք։ Մաքուր պասպորտ ու մի քիչ էլ փող։
որ փախնեմ Հայաստանից։ Քանի որ իմ պասպորտը հիմա Երեմի մոտ է։ Կամո ես կարամ քո համար սաղ գործերը անեմ, նոր գնամ Հայաստանից։ Ինչ անես, օրինակ։ Կվերացնեմ քո ուզած մարդուն։ Դու մենակ անուններն ասա։ Երեմին, Հովոյին, Միրոյին։ Իմ համար խնդրեմ չկա։ Դու իրոք կանես այդ բանը իմ համար։ Հա, կամո։ Ու դու ինձ կօգնես, ես Հայաստանից փախնեմ։ Դավա։ Հիմա քո օգնությունը կարող է իսկապես պետք գա ինձ, քանի որ վիճակը շատ լուրջ է։ Ասա ով է ցելը, ու առավոտյան ինքը կենթանի չի լինելու։ Ով, Հովոն։ Չէ։ Երեմը։ Հա։ Պրոբլեմ չկա։ Ես կանեմ, մենակ դու ինձ օգնես։ Գործը տարա, ու ես քեզ կօգնեմ Հայաստանից փախնես։ Իսկ բարոնի ու ատոմի սպանությունները։ Բարոնի ու ատոմի սպանությունները ինչ։ Լավ կլներ, որ այդ սպանությունների սլաքը իմ վրայից թեքվեր։ Թե չէ ես սաղ կյանքս Հայաստան չեմ կարողանա հետ կամ։ Բարոնի սպանության մասին արդեն ոչ մեկ չի հիշում։ Հեսա ատոմին է կմոռանան։ Չնայած ատոմի սպանությունը լրիվ անիմաստ բան էր։ Մուֆտատեղը խփեց իր այդ տղուն։ Ես զակազ եմ կատարել կամո։ Լավ, մոռացի այդ մասին։ Գործը տարա, ու ես քեզ կօգնեմ, որ շուտ հեռանաս Հայաստանից։ Պրոբլեմ չկա կամո ջան։ Բայց նայի Դավո, եթե հանգարց պարզվեց, որ ես Երեմի հերթական խաղերն են, ինձնից չնեղանաս։ Դու ինձ լավ գիտես։ Գետնի տակից էլ էլի քեզ կգտնեմ Դավո։ Ես այդքան հասկանում։ Զանգի ինձ, երբ Երեմը արդեն սաղ չի լինի։ Իմ նախկին ընկերը շատ բան գիտե իմ մասին։ Ու ինչքան շուտ ինքը ճամփա անգնի մյուս աշխարհ, այդքան ես հանգիստ կզգամ ինձ։ Եթե պլաները չեն փոխվել, այսօր Ժիկունը Երեմը գալու է իմ մոտ։ Ինքը կմտնի այս տուն ու ողջ դուրս չի գա ստեղից։ Դե ուրեմն սպասում եմ զանգիդ։ Լավ կամո ջան, ու մերսի, որ պատրաստ ես ինձ օգնես։ Հա շեֆ ջան։ Ապրես Դավո, դու ամեն ինչ շատ ճիշտ արեցիր։ Ո՞նց ես կարծում շեֆ, կամոն ինձ հավատաց։ Այդ արդեն կարևոր չի Դավո։ Ես հիմա ունեմ այն ինչ ինձ պետք է։ Մնացածը արդեն մոնտաժողները կանեն։ Հիմա հանգստացի։ Ես իրիկունը սամալյոտի տոմստու պասպորտը կբերեմ կգնաս։ Եղավ շեֆ ջան։ Հաջողություն։ Հաջողություն, պարոն գեներալ։ Ալո, լսում եմ։ Լավ։ Եղա։